Բարեօր սիրելի ունկնդիրներ, հենման կետում այսօր Արամ Սարգսյանն է և մենք խոսելու ենք ինքնին հասկանալի ընտրությունների մասին։ Պարոն Սարգսյան, քարոզարշավի արդեն 10-րդ օրն է։ Մենք հասցրել ենք լինել Գեղարքունիքում, Սյունիքում, Արագածոտնի մարզում և ինքնին հասկանալի է Երևանում։ Ձեր տպավորություններով քարոզարշավը 21 թվականի քարոզարշավից ինչով է տարբերվում, ինչ հիմնական խնդիրներ կան, որ այս ընթացքում ի հայտ են եկել խնդիրներ, որոնք ասենք կամ ենթադրելի էին, կամ ենթադրելի չէին նախքան քարոզարշավը սկսելը։ Իհարկե յուրաքանչյուր մարզ իր առանձին խնդիրն ունի, բայց ընդհանրական բոլորն էլ մի գերկարևոր խնդիր ունեն, դա անվտանգության խնդիրն է, առավել ևս Սյունիքի մարզում և Գեղարքունիքի մարզում հիմնական թեման անվտանգությունն է, իսկ երկրորդ թեման, որը որ մարդկանց հուզում է արտագնա աշխատանքից վերադարձողներ և այնպիսի աշխատատեղեր, որոնք նույնչափ եկամուտներ կապահովեն ընտանիքներին, այսինքն լինի այնպիսի արտադրություն, որը կարող է բարձր վճարներ վճարվել, իսկ մարդն էլ ունենա այնպիսի աշխատանք, որը ինքը աշխատի ու կարողանա արժանապատիվ իր տունը պահել։ Եվ այդ առումով մեր հանդիպումները հիմնականում վերաբերվում են Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, մենք հիմնականում խոսում ենք ծրագրերից, մենք չենք մտնում են բանավեճերի մեջ, ինչը կա քաղաքական դաշտում, ներքաղաքական դաշտում, չնայած որի պահանջարկը կա, մարդիկ ուզում են, որ նրանց ում չես սիրում, իրենք չեն սիրում, դու այդ մարդկանց պիտակավորես ու իրենք դրանով ծափ տան ու դրանով այդպես դառնան քո ընտրողը, բայց մարդիկ նաև ուզում են ապագայի որոշակի հեռանկար տեսնել, մենք ավելի գերադասում ենք այդ մոտեցումը և հիմնականում ասում ենք, որ մենք գնում ենք ազգային ժողով աշխատելու, գնում ենք չաշխատող ու անդադ իշխանափոխությունից խոսող ընդդիմությանը փոխելու։ Այս այն հիմնական ուղղությունն է, որը մենք ասում ենք և որը կարծում եմ հանրությունը ընկալում է ու ճիշտ է ընկալում, որովհետև մենք ծրագրերից ենք խոսում, որոնք հույս են ներշնչում, որովհետև մենք ասում ենք, որ հաղթել հնարավոր է հաղթել առանց արյունի, հնարավոր է հաղթել առանց պատերազմ հայտարարելու, հնարավոր է հաղթել, որը ցիվիլ է, որը քաղաքակիրթ աշխարհը ընդունում է, դա տնտեսական մրցակցությունն է, և մենք համարում ենք, որ տնտեսական մրցակցության դաշտում մենք կարող ենք հաղթել Ադրբեջանին հենց առաջիկա 5 տարիներին, որովհետև Ադրբեջանի տնտեսությունը հետընթաց է ապրում, անկախ նրանից, որ նավթի ու գազի պահանջարկը մեծացել է, միևնույն է իրենք 20% քիչ են հանում ընդերքից, իսկ քիչ են հանում ընդերքից ոչ թե գնող չլինելու պատճառով, այլ այն պատճառով, որ հին հանքավայրեր են, պաշարները սպառվում են, նորերի հետազոտությունների արդյունքը բավականին վիճաբանական են, և նորերի առումով դեռ ներդրումներ դնողներ չկան աշխարհի, ներդրողները բոլորն ուզում են գալկանի շում ներդնեն, որովհետև թուրքմենական այդ հանքավայրը շատ մեծ հարստություն ունի և բոլորի ուշադրությունը այդ համատեքստում է և այդ համատեքստում շատ կարևորվում է նաև թրիպը, Միջին Միջանցքը, որտեղ Միջին Միջանցքի իմ կարծիքով ու մշտապես ես այդ պնդել եմ, հիմնական նպատակը Գալկանիշի հանքավայրի գազը Եվրոպա հասցնելն է, էներգետիկան Եվրոպա հասցնելն է, և ես հույս ունեմ, որ գազամուղի առումով էլ հիմնական հենման կետը արևմուտքի էլի կլինի Սյունիքում, չգիտեմ, 74-26, նույնիսկ 99-1 էլ լինի, ես դրա կողմնակիցն եմ։ Տեսեք, մեր թե տնտեսական, թե արտաքին քաղաքական ծրագիրը, որը թե ամբիցիոզ է, թե պրագմատիկ, իսկապես բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել և ընտրարշավի ժամանակ մեզ ուղղվող հարցերն էլ հիմնականում վերաբերում են այդ թեմաներին։ Ի վերջո, մենք ինչ ենք ուզում, մենք ինչով ենք գնում խորհրդարան, ինչ փոխելու, որովհետև 2018-ին կներեք հայտարարվեց տնտեսական հեղափոխություն ու այդ տնտեսական հեղափոխությունը առ այսօր մնաց ինչ-որ միֆ, հորիզոնի գիծ, որին գնում չես հասնում, բայց մեր ահինգում մենք առաջարկում ենք թե կառավարության կառուցվածքի փոփոխություն, թե տնտեսության կառուցվածքի փոփոխություն։ Նախ ասեմ, որ այն ծրագիրը, ինչը որ մենք առաջարկում ենք, իսկապես շատ ամբիցիոզ է ինքը, այն պրագմատիկ դառնալու համար այդ ծրագրին պիտի լծվեն մարդիկ, հանրությունը ամբողջությամբ սփյուռքներ ներառյալ,
ու եթե լծվում են, դա հնարավոր է դառնում միանշանակ, անկասկած։ Ու դրա համար է, որ ես օրինակը միշտ բերում եմ երկրորդ համաշխարհայինից հետո Ճապոնիայի օրինակը, երբ որ առաջին անգամ ատոմային ռումբ օգտագործելուց հետո շարքային ճապոնացին կամ աշխարհի ցանկացած ծայրում ապրող մարդ չգիտեր թե զենքի ազդեցությունը, մասնավորապես ճառագայթումը, մինչև ուր կհասնի եւ ընդհանրապես Եվ ինչ է դա նշանակում։ հա, եւ ինչ է դա նշանակում եւ ընդհանրապես աշխարհում որևէ ճապոնացի կմնա թե ոչ, բայց իրենք ազգովի համախմբվեցին։ Եվ ազգովի համախմբման արդյունքում 45 թվականին իրենց բյուջեն 100,000 յեներ, 55 թվականին արդեն 1 տրիլիոն էր, այսինքն 10 անգամ բազմապատկեցին այդ մարդիկ 10 տարում իրենց բյուջեն, դա ցուցանիշ է այնպիսի երկրի համար, որը չունի լուրջ բնական ռեսուրսներ, որը խայտառակ պարտություններ կրել նվաստացուցիչ խաղաղության համաձայնագրով, բայց որը 10 տարի հետո քաղաքական եւ հանրային դաշտի համախմբամբ արդյունքներ գրավեց։ Այսինքն մեր ծրագրի իրականություն դառնալու խնդիրն էլ հիմնականում ոչ թե եղած քաղաքական կուսակցությունների մեջ հակադրություն ու վեճ ստեղծելն է, այլ համախմբելու միջոցով է հնարավոր։ Քաղաքական մոտեցումների ու աշխարհակաղակական մոտեցումների բացարձակ տարբեր լինելը չպիտի խանգարեն տնտեսական մրցակցության պայմաններում միմյանց աջակցելուն։ Ես այսպես եմ մտածում, որ նման տարբերակը հնարավոր է, եթե իհարկե տվյալ քաղաքական ուժը կամ տվյալ քաղաքական ուժի լիդերը չի ուղղորդվում դրսից, խամաճիկ չէ, կներեք այս բառի համար, բայց ճիշտ բնութագրում է թելերով շարժվող տիկնիկին, իսկ մնացած առումները, այն ինչ որ դուք նշեցիք, իհարկե մենք առաջարկում ենք կառուցվածքում փոփոխություններ, մենք ազգային ժողով գնալով նաև ազգային ժողովի խոսույթն ենք փոխելու, հողատու եւ դավաճան խոսույթից բացի ազգային ժողովում ամբիոն բարձրանալու են մարդիկ, ովքեր ծրագրեր են ասելու եւ ուզի թե չուզի ազգային ժողովի Քաղաքական մտածողություն այո, քաղաքական մտածողություն է փոխվելու, թե հերոստացույցի այն կողմ նստած մարդը, թե դահլիճում նստած մարդը տվյալ առաջարկած ծրագրի մասին պիտի տեսակետ ասի։ Ու այդ ծրագրերը միայն տնտեսությանը չի որ վերաբերվելու են, որովհետև մեր падգամավորը կարող է ծրագիր ներկայացնի, մոտեցում ներկայացնի, օրենքի նախագիծ, որը մենք պատրաստած արդեն ունենք, որ մենք առաջարկում ենք յուրաքանչյուր 5 տարին մեկ, ասենք, անել համաներում։ Եվ մեր ծրագրում էլ այդ գրել ենք եւ բնականաբար անկախ ամեն ինչից մենք այդ առաջարկն անելու ենք ազգային ժողովում։ Հետևաբար այդտեղ նստածները իրենց քվեարկությամբ հեռուստատեսության էկրանից այն կողմ նստած մարդը իր տեսակետը խնդիրը կողմին ու դեմինը չի։ Խնդիրը նրանում է, որ ում կողմից է հողատուի թե դավաճանի այդ թեման խնդրից դուրս է գալիս եւ ես կարծում եմ, որ այդ նման քննարկումը նաև ձեռնատու է իրար հողատու դավաճան ասողներին ստիպված գալու են այն դաշտը, ինչը որ ավելի կառուցողական է, մեխանիզմներ բազմաթիվ կան, որոնք կարելի է կիրառել մեր նշած ծրագրերին հասնելու համար։ Մեխանիզմների խնդիրը ամենահեշտն է, այդ արհեստական ինտելեկտն էլ այսօր կարողանում է առաջարկել ու գտնել ամենաօպտիմալը, կարևորը փիլիսոփայությունն է եւ հայկական կամ հայի մտածելակերպի ամբողջականությունը, ես կարծում եմ, որ պարտությունից հետո հաղթանակի գաղափարը ինքը կարող է համախմբել, առավել եւս, որ նման հաղթանակը զոհեր չի պահանջում, այլ ջանք է պահանջում, գիտելիք, եւ ես համարում եմ, որ մեր այս մոտեցումը Հայաստանի Հանրապետության քաղաքացին պիտի գնահատի եւ այդ մոտեցումը կարող է նաեւ որպես այլընտրանք ընդունի եւ գնա քվեարկության ու նաեւ քվեարկությունում ունենա տեսակետ, որը տարբերվում է նախկինների ու այսօրվանների տեսակետից եւ եթե մեզ քվեարկի, մենք իհարկե ամեն ինչ կանենք, որ մեր խոստումները կկատարվեն։ Այսինքն մենք փորձում ենք հայկական քաղաքական դնթ փոխել ու վերջապես Հայաստանի 21-րդ դար բերել։ Մենք փորձում ենք ազգային ժողով տանել իրական քաղաքական մտածելակերպ ու մշակույթ եւ մենք ուզում ենք իսկապես պատերազմի խայտառակ պարտությունից հետո հաղթանակ ունենալ եւ մենք համարում ենք, որ մենք իսկապես այլ ընտրանք չունենք
հակառակ դեպքում մենք միշտ մնալու ենք այն դիրքում, որ մեզ սպառնան սահմանադրություն փոխելով, խաղաղության համաձայնագիր կնքել կամ սահմանազատումն անել այն վայրերից, որը իրենց ձեռնատու է, Եվ այնպես ինչպես իրենց ձեռնտու է։ եւ այնպես ինչպես իրեն ձեռնտու է մեր միակ հնարավորությունը որպեսզի նման բան չլինի Հայաստանի Հանրապետության բանակին 6-րդ սերնդի սպառազինելն է իսկ սպառազինության համար ուրիշ որևէ երկիր մեզ գումար չի տալու այդ գումարները մենք պիտի աշխատենք որտեղից պիտի աշխատենք նրանից ինչը ունենք իսկ մենք ինչ ունենք մեր լեռներում պղինձ արծաթ ոսկի ջուր Այս ամեն ինչը ջրային ռեսուրսներ, այս ամեն ինչը կա եւ բարեբախտաբար մեր ունեցածը այսօրվա աշխարհի պահանջարկի պարագայում սպառում ունի, պահանջարկը մեծանում է, գինը անընդհատ աճում է եւ մենք մեր եղածը օգտագործում ենք եղած հնարավորությունների 20-25%-ով, իսկ ջրային ռեսուրսների ընդհանրապես շատ վատ ենք օգտագործում, չեմ կարող անգամ տոկոս ասել, թե ինչ բաժնի վրա է Էլ չեմ խոսում մարդկային ռեսուրսների գիտելիքների մասով, որտեղ այն մարդիկ, ովքեր տվյալ ոլորտներում լավագույն մասնագետներ են, չգիտես ինչի դուրս են մնացել այդ գործընթացներից կամ գիտեմ թե ինչի դուրս են մնացել այդ գործընթացներից, որովհետև պարզ օրինակ բերեմ, Ադրբեջանը իր նավթային ռեսուրսները վստահեց աշխարհում նման գործով զբաղվող ամենաճանաչված ընկերությանը British Petroleum-ին, որը հենց ստեղծվել էր նարկային նավթային ռեսուրսներ կառավարելու, մշակելու, արտահանելու, վաճառելու եւ աշխարհի առաջատարներից էր, եթե ոչ ամենաառաջատարը։ Մենք մեր ամենամեծ հարստությունը, ինչ ունենք հանգամանքային դաշտում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է Քաջարանի։ Իմ համար առաջինը նաև շատ զարմանալի էր, թե ինչի Զանգեզուրի, մենք Զանգեզուր տեղանուն չունենք, եւ ես կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները բացի ամբիոնից Զանգեզուր բառը սաստելուն, պիտի պարտադրեն նաև տվյալ սեփականատիրոջը այդ անվանափոխությունը, այո, սարքել Սյունիքի պղնձամոլիբդենային կոմբինատ, որտեղ Զանգեզուր տաղանոն մենք չունենք, թուրքական անվանում է, ադրբեջանական եւ այդ փոխել է պետք։ Եվ մենք այդ կոմբինատը Քաջարանի շահագործում ենք 20-25%-ով, ինչու, որտեղ սկզբից ինչ որ մութ սեփականաշնորհում եղավ, դրա լավագույն քննադատը Բագրատյանն է նախկին վարչապետ, ով ասում է, այդ գումարով ցանկացած մեկը սկառներ, հիմի չգիտեմ ինչի այդ առնողների հետ նույն դաշտում է, եւ իսկ դրանից հետո տվեցին վաճառվեց Ռուսաստանի Դաշնության նախկին առողջապահության նախարար Զուրաբովին, որին լրիվ անկեղծ եմ ասում, եթե ոչ թե խտանյութը թողնում է մի կողմ, խտանյութը շատ մարդիկ չեն տարբերի, բայց պղինձը ձուլած եւ մոլիբդենը ցույց տաս ինքը տարբերություն չի կարող դրանք դրանից տարբերել ու ինքը Հայաստանի ամենահարուստ թանկավայրի սեփականատերն էր, հետո էլի վաճառվեց ու այս կարգի, այսինքն հացը տուր հացթուխին, երկու հացը լավել տուր, այս սկզբունքը պիտի աշխատի մեր ունեցած սեփականության առումով եւ դա էր խնդիրը, որ մենք ասում ենք, որ ջրային ռեսուրսները լավագույնը կառավարում են անգլիացիները եւ պիտի իրանց ստրվի, որ իրենք գան եւ լուրջ փողեր բերեն եւ լուրջ ներդրումներ անեն, այդ ջրամբարները դառնան նաեւ կոլտնտեսություններ ձկնաբուծական եւ բազմաթիվ այլ ծովամթերքների առումով ֆրանսիացիներին հրավիրենք, որոնք ատոմակայան ու հեքեր կկառուցեն, այսինքն ոչ թե նստենք, սպասենք այսօրվա իշխանին։ Մեզ ինչ են առաջարկում։ Այո, մեզ ինչ են առաջարկում, մեզ այլ մենք ինքներս պիտի գիշեր ցերեկ բախենք այդ դռները, այդ մարդկանց հրավիրենք Հայաստան, իրենց լրացուցիչ լիազորություններ ու պայմաններ տանք, որ իրենք գան ու այդ գործն Առավել եւս, որ իրենք իրենց պատրաստակամությունը հայտնել են, ամենայն դեպս մայիսի սկզբին Հայաստանում տեղի ունեցած եվրոպական քաղաքական արտաքին 8-րդ գագաթնաժողովում եւ Հայաստանի Հանրապետություն Եվրամիություն գագաթնաժողովում այնպիսի քննարկումներ եղան, այնպիսի առաջարկներ հնչեցին, որ դրանից հետո հայտարարել, որ մենք այնքանով, որքանով Եվրոպան մեզ կընդունի կամ ՆԱՏՕ-ն մեզ կընդունի, մեղմ ասած նշանակում է ուղղակի ասել մենք չենք ուզում գալ կամ մենք պատրաստ չենք գալու մենք նպատակահարմար չենք համարում գալ մենք վարում ենք հավասարակշիռ քաղաքականություն թեպետ այդտեղ հավասարակշիռը իմ կարծիքով բացարձակապես անհնարին է քանի դեռ Հայաստանում ռուսական մոնոպոլիաներն են նստած Պիտի ասեմ հետեւյալը, որ Հայաստանի իշխանությունները
դանդաղ, բայց փոքր քայլերով դեպի Եվրոպա եւ դեպի Միացյալ Նահանգներ քայլեր անում են։ Եվ դա է պատճառը, որ Եվրոպայի համաժողովը, 8-րդ համաժողովը Հենց Երևանում եղավ։ Երևանում եղավ եւ դրանից այդքան խիստ զայրացան ռուսական թևի իշխանությունները, բացի նախագահից մնացած բոլորը տեսակետներ հայտնեցին ու բացասական տեսակետներ այդ առումով, որ ժամանակ է Հայաստանին ինքնորոշվելու Ոնց դուք Զելենսկի եք ընդունել եւ կողմնորոշվելու, նաեւ Հայաստանում գործող ռուսական ազդեցության կուսակցությունները ներառյալ սկսեցին սպառնալ Ռուսաստանի կողմից պատերազմով Հայաստանի դեմ, հետո տեսան, որ լավ տեսակետ չի ու լավ չի ընկալվում հայ-ռուսական բարեկամության տեսանկյունից, ասացին տնտեսական պատերազմ կհայտարարի, մի խոսքով իրենք անուղղակի Ռուսաստանին ներկայացրեցին չարի վերջի աղվեսի կերպարում, ով կացին ունի, կգա ու ծառը կկտրի, միևնույն է ինչ էլ անեն, այդ դա տվյալ առումով վատ է լինելու, բայց այստեղ պիտի իմ պատասխանը լինի հետևյալը, որ մեր ժողովուրդը այդ առումով ռեալ ընտրության հնարավորություն ունի, ու ինքը կարող է իրավիճակը շտկել։ Իշխանության դանդաղ գործելակերպն է ավելի ձեռնատու, թե այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր անելը։ Դրա որոշողը մեր ժողովուրդն է եւ մեր ազգային ժողովում հայտնվելու պարագան կտրուկ կարող է փոխել այդ իրավիճակը։ Եվ դա կլինի կրկնակի հաղթանակ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ընկալման մեջ, որովհետև եթե մեր ժողովուրդը Հայաստանի երրորդ հանրապետության անկախությունից հետո ազգային ժողով տանի իրական արևմտյան արժեքներ կրող ուժի այնպիսին ինչպիսին հանրապետություն կուսակցությունն է, դա լուրջ ազդակ է եվրոպական երկրների ու նրանց ղեկավարներին։ Երկրորդ, երրորդ տրիպ կառաջարկել։ Միանշանակ, որովհետև նույն այդ Եվրոպան ասելու է, որ հայ մարդը իրապես ընտրություն է կատարել եվրոպական ընտանիք գնալու եւ այստեղից հետեւությունը լինելու է այն արագությունը, ինչը որ դրված է ազատ վիզային ռեժիմի, այդ արագությունը կրկնապատկել։ Այստեղից լինելու է ներդրումային եւ այլ խնդիրների արագացումը։ Նույն Միացյալ Նահանգները արդեն տեսնելով, որ արևմտյան արժեքներ կրող քաղաքական ուժին հայ մարդը քվեարկություն է տվել եւ նրանք մտել են ազգային ժողով, համոզվելու է, որ ոչ թե իշխանություն չունեցող հանրապետություն կուսակցությունն է, որ ամուր սարուն պաշտպանում է արևմտյան ներդրողի շահերը, արդեն ազգային ժողովում գտնվող հանրապետություն կուսակցությունն է, որ այդ շահերը պաշտպանելու է, որ համապատասխան իրավիճակում այդ բարձրաձայնելու է, դա վստահություն է տալու արևմտյան ցանկացած ներդրողի, իսկ այդ վստահությունն է, որ մարդիկ կարող են գալ ու այնպիսի ոլորտներ, որոնք լուրջ շահույթներ են տալիս, ճանապարհները, մետաղական հանքավայրերը, կիսահաղորդիչների դաշտը, ինչի մասին ստորագրել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների ղեկավարները, այս խնդիրները արագանալու են։ Այսինքն մեր ազգային ժողովում հայտնվելը ոչ միայն ազգային ժողովի բառապաշարն է փոխելու, ոչ միայն բովանդակությունն է փոխելու, այլև կրկնակի հաղթանակ է լինելու դեպի ժողովրդավարություն, դեպի քաղաքակիրթ աշխարհ։ Իհարկե դա սվիններով կընդունեն ռուսները, բայց նույն ռուսների համար նաև ավելի հեշտ կլինի գործող իշխանություններին, որտեղ գործող իշխանությունները արդեն պարտադրված կլինեն ասելու, որ մեր երկրի 100,000 քաղաքացի քվե է տվել կոնկրետ հանրապետություն կուսակցությանը եւ մենք նաեւ իրենց վարչապետն ենք, անկախ նրանից ընդդիմություն են թե ոչ, եւ պարտավոր ենք նաեւ այս ընտրազանգվածի կարծիքները հաշվի առնել, այնպես որ մանյովրելու լավ հնարավորություն կլինի քաղաքացիական պայմանագրի համար, ու այս պարագայում մենք որպես քաղաքական ուժ գնում ենք ազգային ժողով ոչ թե իշխանություն փոխելու մնացածի նման։ Մենք գնում ենք ազգային ժողով աշխատելու, օրենսդրական նախաձեռնություններ տանելու եւ մենք քաղաքական դաշտի այսօր միակ ուժն ենք, որ ասում ենք, որ եթե խնդիր առաջանա քաղաքական դաշտում կոալիցիա կազմելու ընտրություններից հետո, մենք ինչպես Երևանի ընտրությունների ժամանակ էր կոալիցիա կազմեն գործող իշխանության հետ, թույլ չտալու, որ ռուսական ազդեցության քաղաքական ուժերը վերցնեն իշխանությունը, որովհետև Հայաստանի իշխանությունները թույլ
եւ դանդաղ, բայց քայլեր անում են դեպի անկախություն, իսկ այդ քաղաքական ուժերը ամբողջությամբ կախվել են Հայաստանի Հանրապետության ոտքերից, ցաներ քարի նման, այո, քարի նման եւ ուզում են թույլ չտալ, ընդհակառակը ձգում են ձգում են դեպի միասնական պետություն, չգիտեմ, հայ-բելարուսական, ռուսական միութենական պետություն կամ 89-րդ սուբյեկտ Ռուսաստանի Դաշնության։ Այո, Հայաստանի սուբյեկտությունը իրենք թերագնահատում են, իրենք համարում են, որ Հայաստանը իր խաղաղությունը եւ անվտանգությունը կարող է ապահովել միմիայն Ռուսաստանով, ես չգիտեմ, քանի անգամներ է պետք, որպեսզի համոզվեն, որ Ռուսաստանը Հայաստանին օգտագործում է որպես իր շահերը սպասարկման համար վճարման միջոց, ինչը ուղիղ ակնհայտ է եւ այսօր էլ այդ ազդեցությունները ներքաղաքական դաշտում ինչը տեղի է ունենում, ինչը առաջարկում են այդ ռուսական թևի իշխանությունները, ի նկատի ունեմ Թրիպի մասով, օգոստոսի 8-ից ստորագրված փաստաթղթի մասով, որում իրենք ասում են, որ իրենք այդ փաստաթուղթը պիտի վերանայեն, իսկ վերանայելը ինչ է նշանակում, վերանայելը նշանակում է, որ պիտի ասեն այն ինչ որ գրվել է սրանք պիտի փոխվի, դա էլ նշանակում է, որ կասեցում, եթե կարճ կասեցում, դա նշանակում է, որ Հայաստանի այս փխրուն խաղաղությունը կարող է իսկապես խաթարվել, իսկում է դա ձեռնատու, բնականաբար Ռուսաստանի Դաշնությանը, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը այս տարածաշրջանում կարողանում է ազդեցություն ունենալ Ադրբեջանի, Վրաստանի եւ Հայաստանի վրա մի պարագայում, երբ կա կոնֆլիկտ։ Այսինքն իրենք անուղղակի սպասարկում են Ռուսաստանին, հասկանալով կամ առանց հասկանալու, որ դա տանելու է կոնֆլիկտի, որովհետև եթե դու ասում ես պիտի վերանայեմ, այն ովքեր որ ստորագրել են, նրանք այդտեղ արդեն խնդիր են տեսնում, որ դու ուզում ես իրենցից ավելի նկորզել, ու իրենք պիտի նախապատրաստվեն իրենց սպառազինությամբ, իրենց բանակի մարտավարությամբ եւ այլն նոր կոնֆլիկտի մեջ մտնելու, որտեղ քո առաջարկները չեն ընդունելու, որտեղ այն առաջարկները ինչին հասել է Դոնալդ Թրամփը, դրանք բանակցված եւ ընդհանուր կարմիր գծերի մի կերպ տեղ հասցրված համաձայնություն են, դրա համար էլ ինքը նախաստորագրված է, ոչ թե ստորագրված։ Ցանկացած կարծիք, որ այդ պիտի վերանայվի, ինքը տանում է անկայունության, իսկ այդ կարծիքը իմ կարծիքով ուղիղ թելադրվում է Ռուսաստանի Դաշնությունից եւ ոչ Կիրիենկոյի մակարդակից։ Բնական է։ Տեսեք, քարոզարշավից առաջ էլ հիմա առավել եւս ակնհայտ է, որ այս ընտրության գլխավոր հարցը ինքնիշխանության կողմնակիցների եւ գուբերնիայի կողմնակիցների միջև է։ Ով ավելին կստանա, ով ավելին կկարողանա իր տեսակետները ժողովրդին համոզել։ Եվ արդեն քարոզարշավի 10-րդ օրը ակնհայտ է դառնում, որ այդ Կրեմլի վկաների ճամբարում, չգիտեմ խուճապ է, չգիտեմ տագնապ է, չգիտեմ ինչ է, նրանք անցել են բացահայտ սպառնալիքների, բացահայտ հայհոյանքների, համենայն դեպս ոչ քաղաքական բառապաշարի։ Սկսած Ռոբերտ Քոչարյանի համբալից մինչև այսօրվա արդեն հայտնի անցուդարձը, սա ինչ է, հասկանում են իրենց պարտությունը, նախ, ինչ ասեմ, ինքնախոստովանական ցուցմունք կարող ենք ընկալել, որ հասկանում են, որ հնարավոր է նաև խորհրդարան չմտնեն։ Ես կարծում եմ, որ այդ քաղաքական ուժերը, այն սպասելիքները, որը որ իրենք ունեին, կամ այն պատկերը, ինչ իրենք պատկերացնում էին ընտրությունների քարոզարշավի ժամանակ կարող են ունենալ, իրականում համոզվում են, որ այդ պատկերը չունեն։ Նույն հանդիպումներին քիչ մարդիկ են գալիս, բավականին կազմակերպչական աշխատանքներ են անում եւ գումարներ են ծախսում, որ այդ մարդիկն ունենան ու այդ չեն սպասում։ Մոտավորապես իրենք այն վիճակում են, ինչ վիճակում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիրի Պուտինն էր եւ երրորդ օրը Կիևում իրեն փուչիկներով եւ ծաղիկներով չդիմավորեցին։
Եվ 5-րդ տարին է Եվ խրվել է։ 5-րդ տարին է դեռ վերջը չի երևում ու իրենք արդյունքներ չունեն։ Նույն կերպ այս մարդկանց թվում էր, որ իրենք հենց մտան քաղաքական դաշտ այդ տեսակետները ներկայացրեցին, մարդիկ այնքան են հիասթափված գործող իշխանություններից ու արևմուտքից, այնքան են կարոտել Ռուսաստանին, որ միանշանակ իրենց գրկաբաց են ընդունելու, իրենց հաղթանակը աներկբա է լինելու։ Այս առումով նաև Պուտինն է այդպես մտածում իմ կարծիքով, որտեղ երբ որ ինքը ասաց, որ ինքը այլ կերպ, ինքը ասաց, որ անուղղակի ասաց, որ հաղթելու է Նիկոլ Փաշինյանը, ու քանի որ հաղթելու է Նիկոլ Փաշինյանը խնդիր դնի դուրս գալու ԵԱՏՄ-ից, ճիշտ կանի է դնի հանրաքվեի, որտեղ եթե Նիկոլ Փաշինյանը չհաղթի, ասենք հաղթենք մենք, իսկ մենք այդ կարգի խնդիր չենք դրել, մենք խնդիր ենք դրել ազգային ժողովում ներկայացված լինելու, ոչ թե Նիկոլ Փաշինյանին հաղթելու, մնացած բոլորը, ովքեր հաղթեն այդ ցանկից, իրենք Եվրոմիության անդամակցության հարց չեն բարձրացնելու։ Ռոբերտ Քոչյանի պարագայում այդ հարցը միանգամից այն ինչ որ մենք ազգային ժողովում անցկացրել ենք դուրս է գալու, նույնը Սամվել Կարապետյանի, նույն բոլորն էլ նշում են, որ թրիպը խնդիր կա ու պիտի վերանայեն առանց բացառության այդ առումով։ Հետևաբար ինքը ընդունում է, որ եթե այդ պիտի քվեարկվի, այդ պիտի օրակարգում մնա, ուրեմն Նիկոլ Փաշինյանն է մնալու, ու Նիկոլ Փաշինյանը լավ կանի այդ քվեարկության դնի, հանրաքվեի դնի։ Ու ինքն էլ էստեղի այդ ընդդիմադիրների նման, այն կարծիքին է, որ հայ մարդը կգա ու կքվեարկի Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի օգտին։ Ինքը մտածում է, որ հայ ժողովուրդը իր նկարը տանը պահում է, աղոթում է իր համար։ Այսինքն իրականությունից կտրված մարդկանց տեսակետներ են։ Նույն Ռոբերտ Քոչարյանի ասածը, Սամվել Կարապետյանի ասածը, Ռոբերտ Քոչյանը երեք ներկայացնում էր, որ իբր իրեն թույլ չեն տվել, որ Մոսկվա գնա ու պատերազմը դադարեցնի, կորոնավիրուսի կեղծ փաստաթուղթ ներկայացնելով, որ իբր հիվանդ է, բայց ես կշփորեցի ու տեսա, որ ժամանակները ինքիզմիրյան կենտրոնում է հանձնել, որը իրենց ազդեցության տակ է ու բազմաթիվ անգամներ ինքնուրույն է հանձնել հաստատելու համար, որ ինքը կորոնավիրուս է, որպիսի իրեն հանկարծ պատասխանատվության չտանեն բանտային այդ կալանավորման խնդիրների առումով։ Եվ երկրորդ մի հանգամանք էլ կա, որ պակաս կարևոր չի, մենք 21-րդ դարում ենք ապրում եւ շատ կարևոր է այդ հանգամանքը, իսկ 21-րդ դարում ինչ որ միտք փոխանցելու համար բազմաթիվ միջոցներ կան, չգիտեմ, տեսակապով, հեռակապով, վերջի վերջո նամակով, այո, վերջի վերջո վերջնական տարբերակ լավ իշխանությունները շատ վատն էին, ինքը կարող էր հայտարարություն անել եւ այդ հայտարարության համատեքստում տարածել, որ իշխանությունը կա այս տարբերակ, իշխանությունը մերժում է, ես առաջարկում։ Սիրելի Վլադիմիր Վլադիմիրի իշխանությանն ու հայ ժողովրդին մի հարթության մեջ մի նայեք, հայ ժողովուրդը ձեր կողքին է, դադարեցրեք այդ պատերազմը, հայ ժողովուրդը իմ առաջնորդությամբ այս իշխանության խնդիրը կլուծի։ Չի արել այդ բանը, հետևաբար այդ ամեն ինչը հորինված է, այդ ամեն ինչը հետևանք է նրա, որ գործող ընդդիմությունը Ռոբերտ Քոչարյան, Սամվել Կարապետյան եւ Գագիկ Ծառուկյան, այն միջոցները, որ ներդնում են մարդկանց համախմբելու առումով, իրենց սպասած ակնկալիքները չեն ունենում։ Գագիկ Ծառուկյանը իհարկե մնաց ինքը դաշինք չձևավորեց, շնաց նոյան տապան կառուցեց, բայց դաշինք չարեց, նա չարեց, որտեվ 4%-ի խնդիր է ուզում լուծել։ Ռոբերտ Քոչյանը գնաց, ինքը դաշնակցության տեխնացուն է, ես այնտեղ դաշինք չեմ տեսնում, ինքը դաշնակցության տեխնացուն է, գնաց 8%-ի, այսօր կարծում եմ իր թիմում բոլորն են կասկածում, եւ ինքը այսօր պայքարում է այդ 8%-ը հաղթահարելու համար ու գնում է ծայրահեղ քայլերի, ինչը բացարձակ բնորոշ չի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահային Վազգենի արձանի առաջ է խոնարհվում, այո, եւ այլը, եւ իսկ Սամվել Կարապետյանը իր ներկայացրած ծրագրերի այդ քանակը, այս մոտեցումների, նոր խոստումների ավելացնելը տանում են նրան, որ մարդիկ տեսնում են, որ եղած խոստումները չաշխատեցին, իրենք համակերպվել են նրա հետ, որ միևնույն է իրենք իշխանություն չեն լինելու, նորաներ խոստումներ են տալի, ինչ որ առումով քվեները ավելացնելու առումով։
Բայց ինչու է Սամվել Կարապետյանը հավակնում դեռ ուժեղ վարչապետ լինելուն, երբ ակնհայտ է, որ այս հակակոռուպցիոն կոմիտեի բացահայտումները, քննչական կոմիտեի գրեթե ամենօրյա ռեժիմով հաղորդումները վկայում են, որ Սամվել Կարապետյանը դե ֆակտո քաղաքական կապիտալ չունի, իր ունեցածը ընդամենը ֆինանսական կապիտալն է։ Ֆինանսական կապիտալը կարող է աշխատել ծայրահեղ դեպքում Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի Հանրապետությունից դուրս Սամվել Կարապետյան քաղաքական գործին որևէ պետություն չի ճանաչելու, իր հետ չի բանակցելու։ Դեռ դա մի կողմ թողած, Սամվել Կարապետյանը երբևէ չի հավաքելու սահմանադրական մեծամասնություն խորհրդարանում, որ սահմանադրություն փոխի, որ վարչապետ դառնա, այսինքն 10 օրից առաջ էլ դեռ մեզ անverջ խաբում են, ստում են ու շարունակելու են դեռ վստահաբար մինչև հունիսի 5-ը ստել։ Այս ամեն ինչի իմաստը ո՞րն է։ Նախ դա Սամվել Կարապետյան ընտրողի պրոբլեմն է, որը իմ կարծիքով ընտրում է Սամվել Կարապետյանին ոչ թե նրա համար, որ նա քաղաքական կամ գաղափարախոսական հենք ունի, կամ նա կարող է, չգիտեմ, աշխարհի մեծերի հետ գնալ ու բանակցել ու Հայաստանի համար շարեկան պատվերակներ բերել։ Գիտեք, մեր մոտ մեր գյուղում այսպիսի բան են նայում, որ այն մարդով Սամվել Կարապետյան է քվեարկում, ինքը կաշառք է վերցրել քվեարկելու համար, այսինքն իրեն վճարել են։ Այդ մարդն էլ մտածում է ժողովրդի լեզվով ասած, որ ինքը շուստրի է, այս ընտրությունից փող աշխատեց, Բայց ուրիշին կքվեարկեմ։ Չէ, խնդիրը ուրիշին քվեարկելու մեջ չի, խնդիրը նրանում է, որ այդ մարդուն որոշակի պիտակ է կմտնում, որը մնալու է այդ մարդու վրա։ Ու լավ կանի այդ մարդը մտածի այդ ուղղությամբ, որ ինքը ձայնը վաճառող է։ Այն մարդիկ, ովքեր իրենց ձայնը վաճառում են, իրենք վաճառում են իրենց զավակների, թոռների ապագան։ Իրենք վաճառում են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը։ Իսկ այն մարդիկ, ովքեր այդ ձայնը փողով են գնում, իրենք շատ ավելի մեծ թշնամի են Հայաստանի Հանրապետությանը, քան այն թշնամիները, ում դեմ Հայաստանի Հանրապետությունը պայքարել է այս տարիներին։ Մեր ժողովուրդը պետք է այս հետևությունն անի։ Հիմա Սամվել Կարապետյանի մասով ձևավորված այդ կուսակցությունը ձևավորվեց արտաքին քաղաքական պահանջարկով, որը Ռուսաստանի Դաշնության Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը ուղիղ ցույց տվեց, ասաց, որ իմ քիմիան վերջացել է Ռոբերտ Քոչարյանի հետ, իմ քիմիան հիմա Սամվել Կարապետյանի հետ է, եւ մունատ եկավ էլի ժողովրդական բառով ասած Նիկոլ Փաշինյանի վրա, թե ինչի Սամվել Կարապետյանին չեն գրանցել։ Այսինքն ամբողջացրեց, որ այդ մեր նախագիծն է ու գոնե ինքը պիտի ազգային ժողովում ներկայացված լինի ու այնպես չպիտի լինի, որ ձեր ապագա ազգային ժողովում ռուսամետներ չլինեն կամ ռուսական ազդեցության մարդիկ չլինեն եւ մենք այդտեղ ազդեցություն ունենալ չկարողանանք։ Եվ այդ համատեքստում ռուսները որպեսզի իրենց փողը չծախսեն, գտան մարդ, ով փող ունի ու թող իր փողը ծախսի։ Այս մարդու մեջ դրեցին համապատասխան ամբիցիաներ, մոտիվացրեցին, այս մարդն էլ այստեղ իր ասածների համար կալանավորվեց ու խնդիրը գնաց։ Մենք ինչ առաջարկեցինք։ Մենք ասացինք՝ սիրելի իշխանություն, թույլ մի տուր, որ այս մարդը քվեարկվի, որտեվ իր չքվեարկվելու կամ իր կուսակցությունը չգրանցելու պարագայում վստահաբար մեր մոտ ընտրությունները ավելի ստերիլ կլինեին, կմնային նախկինները։ Մրցակցային հավասար պայմաններ։ Այո, կմնային նախկինները, կլինեին նորերը, նախկինների մասով մեր ժողովուրդը արդեն վերաբերմունք ունի, Ռոբերտ Քոչարյանը մի անգամ պարտվել է, երկրորդ անգամ ավելին չէր հավաքելու եւ քաղաքական դաշտում արևմտյան ազդեցության ուժերը ավելի շատ կլինեին, բայց իշխանությունը չգնաց այդ ճանապարհով, իրենք ասացին, որ մենք ուզում ենք, որ մեր ընտրություններում թող բոլորը մասնակցեն ու մենք հաղթելու ենք, որ մեր ընտրության վրա որևէ բիծ չլներ, ես չեմ կիսում այդ տեսակետը, ես այն կարծիքին եմ, որ օրենքի գեակայությունն է ամենակարևորը, որ այդ մարդկանց չգրանցելը օրենքի պահանջ է, ոչ թե որևէ մեկի ցանկության եւ ոչ էլ իմ այդ մարդկանց հանդեպ եղած վերաբերմունքի, ես այդ մարդկանց հանդեպ բացասական վերաբերմունք չունեմ, բացարձակ ու նման խնդիր էլ չունեմ իմ առաջ դրած, մարդկային առումով գտնում եմ, որ եթե մեր նշած 5 ծրագրի կետերը իրականություն դարձնելու խնդիր առաջանա, այդտեղ Սամվել Կարապետյանը շատ օգտակար ֆիգուրա է եւ կարող է շատ բաներում նույն Ռուսաստանի հետ կապված մեզ օգտակար լինի եւ ես դրա համար հարաբերությունները երբեք չեմ սրի այնքան, որ այդ մարդու հետ ուղիղ հանդիպելու հնարավորությունը կորցնեմ։
Նույնը նաև մյուսների հետ, նույն Ռոբերտ Քոչարյանի հետ էլ, որտեղ որոշակի մարդկային խումբ իր կողքին է, ու եթե մենք ուզում ենք մեր երկիրը հաղթի, մենք պիտի այդ կարմիր գծերը մարդկային հարաբերությունների դաշտի չանցնենք, փորձենք ինչ-որ պահի այդ համախմբվածությունը, մեր ինքնիշխանության կայացումը ամբողջացնել գոնե տնտեսական հաղթանակի առումով Ադրբեջանի առաջ, որ նոր պատերազմ չլինի։ Հետևաբար այս համատեքստում կարծում եմ, որ Սամվել Կարապետյանը իր հոժար կամքով չի եկել Հայաստան, քանի որ դա նախագիծ է, քանի որ կուսակցության ձևավորումն էլ նախագիծ է ու անգամ Սամվել Կարապետյանին քարոզարշավի չմասնակցելը մտահոգում էր Ռուսաստանի Դաշնությանը, հավանաբար եթե կուսակցությունը ընդհանրապես չգրանցեին կլներ Արտաշես Գեղամյանի նշած Արմագեդոնը, դրա համար Հայաստանի իշխանությունները իմ կարծիքը իրականություն չդարձրեցին, որտեղ ունեին այլ արգումենտներ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը դե ֆակտո ամենայն դեպս կենտրոնական ընտրական հանձնաժողովի մակարդակով Սամվել Կարապետյանի քաղաքական ուժին չէր կարող չգրանցել, որտեղ ներկայացված փաստաթղթերը համապատասխանում էին այն պահանջներին, որ դրված է ԿՀ-ի ներկայացվելիք փաստաթղթերի հիմքում։ Այստեղ խնդիրը այլ է։ Արդյոք մեր օրենսդրությունը իրապես ապահովում է գործող օրենսդրությունը իրապես ապահովում է ժողովրդավարական մրցակցային ընտրությունների անցկացում, որովհետև դատելով մեր գործող օրենսդրությունից տարբեր մարդիկ պարբերաբար տարբեր ընտրություններում կարողանում են գալ կուսակցական կնիքներ գնել ու կուսակցություններ գնել ու փորձել իշխանության հասնել, կարողանում են այնպես Սամվել Կարապետյանի քաղաքական ուժը բացահայտորեն օտարերկրյա ծագման կապիտալով անհավասար մրցակցային պայմաններ ստեղծել դաշտում մրցակցային պայքարը խաթարել, որ այստեղ օրենսդրական բացեր մենք ունենք։ Ու քաղաքացիական պայմանագիրը ամենայն դեպս 5 տարի ժամանակ ուներ օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու։ Ես իրավաբան չեմ, այստեղ իմ կարծիքով ավելի շատ քաղաքական կամքի ու քաղաքական նպատակահարմարության տարբերակն է աշխատել։ Ես կարծում եմ այնպես ինչպես նախկինում տարբեր պաշտպանության նախարարներ եւ տարբեր ազգային անվտանգության պետեր ու նախարարներ են նշանակվել, այնպես էլ այս կուսակցության առումով որոշակի առևտուր եղել է եւ իշխանությունները համարել են, որ միևնույն է չեն կարող հաղթել, եկեք չհակադրվենք, բայց նույն օրենսդրության առումով մեր կուսակցության իրավաբանները ասել են, որ հիմի մոռացել եմ 154 թե 153 հոդված կա, որը ասում է, որ եթե մարդու ունեցած կապիտալի 70%-ը օտարերկրածագման է եւ օտարերկրում է, այդ մարդը չի կարող քաղաքական process-ներին ուղիղ մասնակցել, որտեվ դա արդեն դուրս է գալիս դրսի միջամտություն ներքաղաքական կյանքին։ Այսինքն ուզում եմ ասել, եթե քաղաքական կամքը լիներ, իրավագիտությունը իմ կարծիքով այնպիսի գիտություն է, որ ցանկացած վարկածի հնարավորություն տալիս է։ Շնորհակալ եմ եւ վերջին հարցը պարոն Սարգսյան, քարոզարշավին մնացած օրերին մենք բնականաբար շարունակելու ենք մեր հանդիպումները, որն է լինելու մեր գլխավոր ուղերձ ընտրողին, ինչու պետք է ինքը գա ունտրի հենց հանրապետությունը։ Որովհետև հանրապետություն կուսակցությունը առաջարկում է հաղթանակ, առաջարկում է հաղթանակը առանց արյան, առանց պատերազմի, այդ հաղթանակի համար մեզ աջակցողներ կան, եւ որտեվ հանրապետություն կուսակցությունը ի տարբերություն մնացած կուսակցությունների ռուսական ուղենշի եղած կուսակցություններին իշխանություն վերցնելու համար, որպեսզի թույլ չտա իշխանություն վերցնել, պատրաստ է նաև կոալիցիա ձևավորել եւ կոալիցիայի պայմաններում ծառայել սեփական ժողովրդին։ Մնացած առումներով արևմտյան էլի կուսակցություններ կան ու այդ առումով մեր մոտեցումները համընկնում են։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի ունկնդիրներ, հենման կետում այսօր Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն էր։ Իրականում Արամ Սարգսյանի հետ մենք փորձեցինք դարձյալ պատասխանել հայերիս համար սակրալ ու հավետենական հարցին. ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ վերջապես ուր ենք գնում։ Մենք փորձում ենք գնալ այնտեղ, որտեղ մեզ սպասում են։ Համենայն դեպս մեր A5 ծրագրի Հայաստան 2040 ապագա բաժինը նվիրված է հենց այն ապագային, որտեղ ապրելու ենք բոլորս։ Բարին ընձեզ։ Շնորհակալ եմ։